կետը երկարաձգվեց, այս մասով ձեր մասնագիտական գնահատականը։ Ես փորձեմ այդ մասով շատ հագիստ ասեմ, որովհետև նախ ինչպես գիտեք, փաստաբանական թիմում ունենա մեր Լիանան, այդ մասը վստահ եմ ինքը շատ ավելի լավ ինձանից կպատասխանի, ուրեմն մեր փաստաբանական թիմով ներկա պահին քննարկումներ են անցկացնում կապված մեր հետագա գործողությունների հետ, հենց ունենանք վերջնական որոշում մեր քայլերի մասով, անպայման ձեզ տեղյակ կպահենք։ Ես ամենայն անգերցամ, քանի որ այնտեղ քրեակատարական հիմնարկում տեղեկատվությունը շատ ավելի ուշ եւ դժվար է հասնում։ Ես որ իմացա մոտավորապես 15, չեմ սխալվում 14-15 ժամ դատավարությունից հետո դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ եւ հաջորդ օր առավոտյան 11:30 հրապարակել են, որ կալանք եւս 2 ամսով երկարաձգվում է։ Իմ համար արդեն այս ամենը ծիծաղելու չէ, ողբալու աստիճան ցավալի է, որովհետև վստահեցնում եմ ձեզ, ես քրեակատարական հիմնարկում եմ եղել ընդամենը 28 օր, ոչինչի համար, իսկ ազգային բարերար հայրենասեր, հայրենանվեր մարդը արդեն 5 ամսից ավելի է գտնվում է անազորության մեջ ու դեռ առնվազն, ինչպես հասկանում ենք, եւս 2 ամիս է լինելու է, հուսամ սա վերջին երկարացումն էր, այս ամենը իրոք խայտարակություն է, վստահ եմ նման բան աշխարհում հիմա երևի չասեմ շատ քիչ, հնարավոր ոչ մի իրավական է, նորմալ երկրում տեղի չի ունենում, ու այստեղ հարցեն չի, որ ես շեշտեցի ազգային բարերար Սամվել Կարապետյանը, Ավորոնի կալանք, այստեղ հարցենը թե լավ, վերջո, ինչի համար, ընդամենը մեր ձևով բառակապակցության համար անձին զրկես իր ընտանիքից, իր գործերից, դա խոսում է միայն իմ կարծիքով վախի մասին, որովհետև ենթադրում եմ ողջամտորեն, որ ուղղակի Սամվել Կարապետյանը խանգարում է, ուրիշ ոչ մի բան։